որ կարող էր որոշել մի քանի եպիսկոպոսի ճակատագիրը, թե այդուհանդերձ ինչպես Գևորգ Սրբազանինը կարող է դա որոշել նաև հենց Էջմիածնում։ Ժողովուրդ ջան, ես հասկանում եմ, որ դուք ամենքը կարիք ունեք խոսքի, գիտեք չէ, որ մեծ բախտը սկսել է։ Ես ոչ կարողություն եմ մարդուն բոլորիդ, մեծ բախտ ես ժամանակահատվածը լավ գործածելու, արժանի կերպով դիմավորելու ժողովրդությունը գալիս է, ուղղակի չհարևանցեցի ժողովուրդը, լավ ոչ կարողություն ամենքից, խաղաղություն մեր մեծ տանը, ինչպես արդեն անդրադարձա, Զարան ջան, Աստված մեծ է, լավ կնի։ Սրանք ամենածանր օրերն են, թե ավելի ծանրին սպասել։ Անշուշտ, աննախադեպ ծանր օրեր են, բայց մեր պատմությանը լավատեղյակ անձինք բոլորն էլ գիտեն, որ մեր կյանքի մեջ շատ ավելի ծանր օրեր են եղել։ Որքան էլ պահքի շրջան է, այս փուլում, բարենորոգում, անվան տակ սկսած գործընթացը ինքը հաջողություններ գրանցել է, ի վերջո եկեղեցիներ կան գրաված, որոնք այլևս հասու չեն օծյալ քահանաներին։ Չեմ կարող ասել ով ինչ է գրանցել, բայց մեր նպատակը բարին լավը գեղեցիկը աղատացնելն է, եկեղեցու, եկեղեցականի, եւ մենք լավահույս ենք, որ վերջ առաջ մեր մարդասիրությունը, մեր աստվածքնությունը հաջողության դեպսավ։ Մինչև ընտրություններ հասարակությունը կգա, մինչև վերջ սթափության եւ դա ասված, որ մենք բոլորս էլ ստարտվենք եւ մեզանում համերաշխության, խաղաղության միջավայրը գերակայի գերակշռի։ Ուշ կարողություն ամենքի, շնորհակալություն։ Վերջը խոսեցի։ Ապրեք, Աստված օրհնի։